Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պետի տեղակալ Հու Չժիվենի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին մի շարք հանդիպումներ է ունեցել ներքին գործերի նախարարության ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը հանդիպման ժամանակ բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը, մասնավորապես իրավապահ ոլորտում։ Նա հյուրերին ներկայացնելով քրեական ոստիկանության գործառույթները կարևորել է հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը։ Այդ համատեքստում մասնավորապես առանձնացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ համացանցի միջոցով խարդախությունների դեպքերը, որոնք հաճախ անդրազգային բնույթ են կրում։ Հու Չժիվենը շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար անդրադարձել է միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությանը եւ հանրության անվտանգությանը միտված ծրագրերին։ Պատվիրակությունը հանդիպել է նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի հետ։ Անդրադարձ է կատարվել համայնքային ոստիկանության կառուցվածքային եւ գործառութային առանձնահատկություններին, համայնքների հետ մշտական փոխգործակցությանը։ Քննարկվել են երկու ստեկ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հու Չժիվենի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Պարեկային ծառայության նորակառույց վարչական համալիրում։ Պարեկային ծառայության պետ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը հյուրերին է ներկայացրել ծառայության մանրամասները, կատարված աշխատանքի արդյունքները, ծառայության արդյունավետության բարձրացմանը եւ հանցավորության կանխարգելմանը միտված քայլերը։ Հյուրերը ծանոթացել են վարչական համալիրի շենքային պայմաններին, պարեկներին ընձեռնված հնարավորություններին։ Նրանք եղել են նաև օպերատիվ կառավարման նոր կենտրոնում։ Հանդիպումների ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը։